Հայ ժողովրդի սրբավայրը Միացյալ Նահանգները գրեց խայտառակ պարտություն իր պատմության մեջ նախադեպի չունեցող։ Ինչ են արել սրանք։ Իրանի հետ իբր Թրամփի ասած գործարքը դիլն են պայմանավորվել եւ Միացյալ Նահանգները, որը հաղթել է այս պատերազմում, իբր չէ, ստանձնել հետևյալ պարտավորությունները։ 24 միլիարդ վերադարձնում է Իրանին, որոնք 79 թվականից սարսված են։ Այդ գումարի կեսը վերադարձնում է հենց հիմա, մինչև վերջնական ստորագրությունը, հունիսի 19-ին։ Իրանի վրայից հանում են բոլոր նավթային սանկցիաները եւ նորերը երբեք չեն կիրառել։ Երբեք իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում չեն ավելացնի։ $300 միլիարդ տալիս են Իրանին դաշնակիցների հետ Իրանի էկոնոմիկայի վերականգնման։ Իրանն ինչ է անում, ինչ է ստանում, ոչ մի զիջում չունի։ Իրանը երկու բան, վերահաստատում է իր նվիրվածությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին, երթվում է միջուկային զենք երբեք ստեղծել, իսկ նրա հրթիռային ծրագիրը ընդհանրապես չի մտնում բանակցությունների օրակարգ։ Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան անմիջապես սանկցիաները կվերացնեն Իրանից ստորագրությունից հետո։ Հիմա ինչ է սա նշանակում։ Ինչ-որ մի հռեկոբալ երկիր, մտահված է ջարդեն փշրեն մեզ կողմենքում, գնա ջարդեց փշրեց, հրադադար խնդրեց, ինքն իրեն հաղթող համարեց, դե Ամերիկան այնքանով է հաղթել, որքանով Փաշինյան Նիկոլն ասում է ընդդիմությունն ընտրությունները կեղծել։ Դե դա պատկերացնում եք ինչ ասում, չէ՞։ Ինչքանով որ Հայաստանի ընդդիմությունն է ընտրությունները կեղծել, այդքանով է Ամերիկան հաղթել։ Վերջում այս խայտառակ կերպով հեռանում է այդ պատերազմից, փորձում է մաքրվել գոնե ինչ-որ արդեն գոյություն չունեցող հեղինակությունը մի քիչ փրկել։ Ասեմ, որ Վիետնամում սենց խայտառակ չավարտվեց Միացյալ Նահանգների պարտությունը։ Վիետնամը ինչ արեցին նրանք։ Նրանք 8 տարի կոտորվեցին, վիետնամցիներին է կոտորեցին, հետո տեսան, որ անիմաստ է շարունակությունը, այս պատերազմի արդեն պացիֆիզմի շարժումը Ամերիկայում արդեն ամպերին է հասել, համոզեցին կոմունիստներին Վիետնամի, թե ախր ջան, եկեք այս օրվանից չկրակենք, մեր 6 ամիս ժամանակ տվեք, մենք դուրս կգանք։ Հետո ինչ ուզում եք, դուք հարավային Վիետնամի հետ տալեք, տենց էլ արեցին։ Ոչ մի կոպեկ չեն վճարել Վիետնամին, ոչ մի կոմպենսացիա, ոչ մի Այսինքն, իսկ սա մարդիկ արդեն 300 միլիարդ բեռը վերցել են իրանց վրա։ Պարզ է, եթե բանը չանեին, Իրանը ինչ կաներ։ Իրանը ամեն տանկերից 2 միլիոն շարունակեր գանձելը։ Իսկ դա արդեն մի համաշխարհային անես կարող է բերել Միացյալ Նահանգների գլխին, չէ՞, ոչ Մարսիկ, Չիլիում, Ճապոնիայում կասեն լավ, որ ձեր ձեռքը կրակի չգանք 1000 տարի մենք Հորմուզի նեղուցով անվճար օգտվել ենք։ Ձեր պատճառով չի պետք է ամեն տանկերը 2 միլիոն վճարի։ Իսկ այդ 300 միլիարդը դա այն անեսկի կանխման գինն է, որը Միացյալ Նահանգները ստիպված պետք է վճարի, հաղթանակած երկիրը։ Եվ այս խայտառակ փտած երկրի հետ, այսօր հայ ժողովուրդը իդեմս իր այս ժողովարդչապետի այս հաղթանակած կուսակցության հույսեր է կապել, որ միլիարդների, տրիլիոնների մեջ պետք է լողանա։ Այդեպ այս ամֆիտազենին, որ ստորագրեցին, ինձ թվում է թրիպի հարցն է ստեղ կլուծվի։ Այսինքն հնարավոր է այս թրիպը ամֆիտազենին թաղեն, Թրամփ ասի դե լավ է դե պետք չի մեզ։
թող ինչ ուզում են իրանք իրար անեն, որովհետև այստեղ կետ կա не наращивать силы на Ближнем Востоке. Ռազմական ներկայությունը պետք է չավելանա, ռազմական ուժերը պետք է գոնե այսօրվա մակարդակի վրա մնան, եւ սա Իրանի կողմից կոմպրոմիս է, որովհետեւ Իրանը ասում է, չէ՞ որ ամերիկյան բազա մեր քթի տակ պետք է չլինի։ Հիմա համաձայնելով գոնե գլխականակը նույնը մնա, իսկ թրիպը դա արդեն կիսառազմական կառույց է։ Բայց ասեն այդ հարցը բաց է մնում, մենք շուտով կիմանանք։ Ինչ ասեմ, հայերը, ես որ միշտ ասում եմ, այս Փաշինյան Նիկոլի ու դարաշրջանի դաշնակցության մեջ տարբերություն չկա, նկատի ունեմ այն, որ երկուսն էլ արևմտական են եղել, երկուսն էլ արևմտյան շահերին է ծառայել, երկուսն էլ Հայաստանին անիծել են։ Երկուսն էլ վազել են դեպի արևմուտք, դաշնակները վազում էին Անտանտ, երբ Անտանտը արդեն գոյություն չուներ, սրանք վազում են Եվրամիություն, որը գրեթե գոյություն չունի։ Արդեն դա այն տնտեսական միավորումը չէ, դա դառնալու է ռազմաքաղաքական միավորում, եւ շատ շուտ կփլուզվի, երբ Ռուսաստանից առաջի գերձայնային, հիբերձայնային հրթիռները գնացին, եւ եվրոպացի կասկածան, որ ոչ մի նորվեգիացի, ոչ մի դանիացի հեչ մտադիր չէ, որ էստոնացու կամ լեհերի համար գա իր կյանքը վտանգի։ Հիմա սա է, հիմա մի երկու բան ասենք, թե լավ, Ամերիկան ինչի իրան այսօրը գցեց։ Կարծիք կա Հայաստանում, թե իբր շատ հրեական լոբին այնքան հզոր է Ամերիկայում, որը ռուլի է անում այդ երկիրը։ Դա սխալ կարծիք է, հրեական լոբին ես չգիտեմ որքան նորավոր է, բայց ինքը շատ փոքր է, ընդհանրապես ցանկացած լոբին է շատ փոքր է, որ գերտերության քաղաքականություն թելադրեն։ Կարող են ինչ-որ չափով ազդել, ասենք 1 միլիոնի տեղը 2 միլիոն օգնություն փոխեն իրանց սիրած օբյեկտի համար, բայց ոչ քաղաքականություն որոշեն։ Իսկ այն որ այսօր փաստացի Իսրայելը ռոլի է անում Ամերիկան, դա իրոք փաստ է, բայց հրեական լոբին կապ չունի, այստեղ կապ ունի մեկ այլ շատ վտանգավոր մարդկության համար հանրույթ, խոսքը քրիստոնյա սիոնիստների մասին է։ Ովքեր են քրիստոնյա սիոնիստները, դրանք իրենց ալևին քրիստոնյա են, իսկ ինչու են սիոնիստ, որովհետև ասում են դե Աստծո դրալ ազնա, մենք դրանց պաշտենք, մեր գլխին դնենք, ու քանի որ աղանդ են դրանք, նշանակում է էշ են չեն հասկանում, որ հայ Աստված ճիշտ եք ասում, Աստված ընտրել է դրած հրեաներին, բայց նաև Աստված պատժել է, չէ՞։ Եթե այդ Աստծո ամեն ինչը բոլոր որոշումները դրանց համար վերջին ինստանցիան է, նաև նկատի ունեցեք, որ Աստված է դրանց պատժել, բոմժացել է եւ ցապուսրի վարի աշխարհում եք, չէ՞, եւ պետությունն է փակել է, բաներին չեք ուղում։ Ինչեւ դուք սիոնիզմի գաղափարին ծառայում։ Ինչեւ է դա կա, եւ մի զարմանալի թիվ ասեմ, Ամերիկայում այսօր կա 30 միլիոն քրիստոնյա սիոնիստ։ Այդ քրիստոնյա սիոնիստների մեջ չկան բոմժեր, չկան նեգրեր, գուցե 30 միլիոնից մի 5 հատ նեգր լինի, մուլտիմիլիոնատեր։ Չկան հրեաներ, չկան մուսուլմաններ, դրանք սպիտակ պուրիտաններն են, սպիտակ բողոքականներն են։ Ամենաբարձրաստիճան քրիստոնյա սիոնիստը Միացյալ Նահանգներում Մայք Ջոնսոնն է, ներկայացուցիչների պալատի նախագահ, պետության երրորդ փաստացի դեմքը, երրորդ նոմինալ դեմքը պետության, նախագահից ու փոխնախագահից հետո։ Փիթ Հեգզեթը, պաշտպանության նախարարը, ռազմական նախարարը, հիմա այդ էշին կոչվում, քրիստոնյա սիոնիստ է։
կոնգրեսի առնվազն 20%-ը քրիստոնյա սիոնիստներ են։ Այսինքն 535 հոգի է կոնգրեսի երկու պալատը, դրա 20%-ը հաշվեք, տեսեք ովքեր են դրանք։ Այսինքն քրիստոնյա սիոնիստներն են եւ Թրամփի նշանություն բերել։ Քրիստոնյաները նաև դրանց ֆինանսական քավորներից է նաև Թրամփի խնամուն տանիքը, ինչպես են Ջարեդ Քուշները։ Ինչևէ, նախ Թրամփի երկրորդ հաղթանակի մեջ նրանք շատ զգալի լոման ունեին, ինչպես եւ առաջինի, բայց երկրորդ հաղթանակի մեջ որոշիչ էին։ Թրամփի կադրային քաղաքականության մեջ դրանք շատ զգալի ազդեցություն ունեցան։ Մայք Ջոնսոնին դեռ Բայդենի նախագահության օրոք Թրամփը պարտադրեց ընտրել պալատի նախագահ։ Դե Հեքսետինը ինքը նշանակեց։ Մեզ որ նրանք լրջագույն ազդեցություն ունեն, որոշիչ ազդեցություն ունեն Թրամփի միջին արևելյան քաղաքականության վրա։ Իսկ ինչով է վտանգավոր սիոնիզմը եւ նրանց ամենահզոր հովանավոր քրիստոնյա սիոնիստները աշխարհի համար։ Բայց մեծ Իսրայելի քարտեզը որ տեսնեք, կհասկանաք։ Այդ խելքից դուրս մի տարածք կա, Սիրիա չկա, Իրաք չկա, Թուրքիայից աղագին բան, Լիբանան չկա, այդ ամեն ինչը մեծ Իսրայելն է։ Եվ այս վերջնականապես որ փչացան թուրքերի հարաբերությունները հրեաների հետ, Իսրայելի հետ, բայց այդ նաև Նատանյահուի արդեն սիոնիստական քաղաքականության ոչ թե որդեգրումն է, արդեն հաստատումն է, չի է ժխտում, մարդն ասում է, ես սիոնիստ եմ, ես մեծ Իսրայել եմ կառուցում։ Այդ թուրքի սիրտը ո՞նց կդիմանա, երբ այդ մեծ Իսրայելի քարտեզի վրա ինքը տեսնում է իր տարածքները։ Կա այդ քարտեզը համացանցում կա, տեսեք, թե ինչ պետություններ են վերացում։ Իսկ Միացյալ Նահանգները այդ շահերին ծառայում է։ Ծառայում է մեծ Իսրայելի եւ սիոնիզմի գաղափարներին իրենց ներքին քրիստոնյա սիոնիստների պարտադրանքով։ Եվ դա մեզ պետք է ուրախացնի, որովհետեւ հենց այս պատերազմը դարձավ Ամերիկայի վերջի սկիզբը։ Ես նորից եմ ասում, երբևէ չի կրել Միացյալ Նահանգները այսպես խայտարակ պատմություն, այս պարտություն։ Ոնց հասկանանք, հաղթող կողմը փող է տալիս պարտվողին, ասես բանով է տեսել։ 300 միլիարդ դեծ խաղ է կարող։ Համ հաղթես, համ փող տաս։ Այն երկու ձևի է փող տալիս։ Նախ սանկցիաները նախ ապասառեցնում են Իրանի արտաքինավարները, որոնք 70 թվականից փաստացի գցել էին։ Դրանք է վերադարձնում։ Դրան է պլյուս 300 միլիարդ։ Սենց բանելով է տեսել։ Պարզա կդնեն իրենց վասալների վզին, բոլորի վզին կդնեն, բայց մուսվող իրանք են, չէ։ Իսկ Իրանը համբերատար սպասում է։ Դե բա ինչ պետք է լինի այդ մի երկիրը, որը կամավոր ապա ինդուստրիալիզացվեց։ Ամերիկայում այսօր գրեթե այն 60-ական, 70-ականների արդյունաբերության 90%-ը արդեն երկրում չէ։ Այդ Կադիլակը Մեքսիկայում են հավաքում, որ ավելի էժան է, քան Ամերիկայում։ Կադիլակ արտադրող General Motors-ը գերշահույթ ունի, բայց տուժում է գլոբալ առումով պետությունը։ Նույնը բոլոր դրանց խոշոր արդյունաբերական գիգանտները, General Electric, Lockheed Martin-ը, այդ ռազմական արդյունաբերական այդ գիգանտները։ Բայց այսօր որ ասում են այդ հսկայական երկիրը այսօրվա դրությամբ ի վիճակի չէ 50-60-ից շատ թևավոր հրթիռ արտադրել այդ տոմագավկին 50-60 խոստացել են մի տարում, թե ինչ կրկնապատկեն, եռապատկեն այդ թիվը։ Ռուսաստանում օրեկան 100 հատ են այդ հրթիռներից արտադրում, այդ կարգի հրթիռներ։ Այն մի բան է Ստալինի էկոնոմիկան, Ստալինի սարքած ռազմական էկոնոմիկան, որը լիբերալները տեսի չկարողացան
վերացնել եւ իր բանա կապիտալիստական, շուկայական էկոնոմիկան, որը ինքն իրեն կործանեց։ Եվ այսօր այդ հսկայական գերտերությունը, աշխարհի երկրորդ էկոնոմիկան, այսօր փող է ուզում, ինչ-որ մի շատ մանր երկրի, որը լավագույն դեպքում կարելի է համարել տարածաշրջանային տերություն, դիեզերական խայտառակությունից եւ ռազմական շատ լուրջ պարտություն կրելու կանխման համար։ Ինչ ասեմ, իսկ Հայաստանում վիճակը երևի մեր օգտին է, իրավիճակը մեր օգտին է զարգանում, Փաշինյան Նիկոլա ագոնիայի մեջ է, դա արդեն երեկվա այդ Քոչարյանի դեպքից հետո դա արդեն ակնհայտ է, լավ ոնց հասկանանք, Մարշը Հայաստանի քաղաքացի է, ընտրված պատգամավոր, թեպետ մանդատ չունի դեռ, դու ինչի հիմա վրա ես նրան արգելափակում նրա ելքի երկրից, ինչի հիմա վրա, խափաման միջոց չունի, ինչի կարող ունենա խափաման միջոց, քանզի մեղադրյալ չէ։ Մի կերպ կարելի է վեհապարի այդ կապաստորությունը հասկանալ, որովհետև վեհապարի միջոց մեղադրանք էր առաջադրվել, այդ քննիչները շարունակին գնաց եկավ կասկածեց, որ վեհապարը կարող է փախնել Իրանից վախենա, այլ Հայաստան չվերադառնա, ասես չեմ թողնում, որ Քոչարյանը թույլ պրիչում։ Դրանից առաջ Նարեկին չեն թողել Կարապետյան, ուժեղ Հայաստանի առաջնորդը։ Դրանից առաջ Ուստա Ծավոկյանին չեն թողել, բայց դրան հասնում է։ Նրանց հարաբերս պիտի արենձի չթողնեն դուր գան։ Այսօրվա Հայաստանը դա նրա ձեռքի գործն է, նաև։ Ղարաբաղի կորուստը դա նրա ձեռքի գործն է, նաև։ Ծավոք այդ 120,000 հարաբացիները չեն գիտակցում այս պարզ ճշմարտությունը։ Գնան ասեն այդ ողա դե արի բան արամ ես, աչորդ դուր, ես մի բերեցի մեր գլխին։ Փաշինյան Նիկոլին լեգիտիմացնելով։ Չէ՞ ամեն դեպքում, որքան է ասենք Ծառուկյանին հասնում է, միևնույն է դա էլ է ապօրինություն, չէ՞։ Ինչևէ, բայց ամենակարևորը, խնդրում եմ ուշադրությունը դարձնեք այն հանգամանքին, որ իհարկե Փաշինյան Նիկոլի բոլոր արտաքին քաղաքական քայլերը կապ չունեն նրա ուղղերի հետ, նա ուղղակի կատարում են իր գալիսը։ Թե Քոչարյանի հետապնդումը, թե բոլոր քաղաքական խոշոր քրեական գործերը, թե ամեն ինչը, այդ ամեն ինչը նրան հրանգված է։ Բայց Քոչարյանի հետ կապված է երեկվա դեպքը, եւ բացառում եմ, որ դա ինչ-որ դեսպանն զանգի ասել Քոչարյանի չթողնես գնա։ Իսկ Քոչարյանը ուր էր գնում, Մոսկվա էր գնում, ում հետ պիտի հանդիպեր Պուտինի հետ, որը այսօր են մասնա, որ համաշխարհային պատմությունում գրեթե միազնյա են գնում, կործանում է արևմտյան հանրույթը, միազնյա, Չինաստանի օգնությամբ, եւ ևս մի քանի նորմալ երկրի, ամենազբաղված մարշրուտ գրաֆիկում մի քանի ժամ էր հայտնվել, որ ինքը նստի Քոչարյանի հետ ինչ-որ հարցեր քննարկի, եւ ով ապիճացնում այդ գործը Փաշինյան Նիկոլա։ Իհարկե դա մեզ պիտի ուրախացնի, որովհետեւ եթե ասենք պատիժը չափենք կիլոգրամներով, եթե Ռուսաստանի կողմից սրանք պատժվեին 5 կիլո, Քոչարյանի դեպքը ասել այդ պատիժը դարձնում է 8 կիլո, 8 կիլո կես, գուցե 9 կիլո, 10 կիլո։ Այսօր պետք է ուրախանանք սրա գժական անիմաստ քայլերով, որովհետև դրանք նախարարացում են սրանց վախճանը եւ ամենակարևորը ավելի դաժան են դարձնում սրանց անխուսափելի պատիժը։ Ինչ ասեմ, առայժմ այսքան է, բաժանորդագրվեք իմ ալիքներին Telegram-ում եւ YouTube-ում, կհանդիպենք շատ շուտով։